Ես 19 տարեկան եմ ամուսնացել, հետո եմ շարունակել իմ ուսումը։ Ինքը 34 տարեկան։ Տարիքը իմացա, երբ որ ԶԱԳՍ-ում գրանցվում էինք։ Նոր տեսա թիվը Խաբել էր։ Հա? Խաբել էր։ Չէր խաբել։ Ես չէի հարցրել, որտեվ մենք շատ կարճ ժամանակ էր որ իրար ճանաչում ենք։ Նա ես այն ժամանակ Պարի անսամբլում էի բարում Էդվարդ Վագանիչի մոտ։ Փորձի ժամանակ Էդվարդ Վագանիչն ասեց գնացեք հիմա Թաթուրի խմբի ելույթն է։ Գնացեք նստեք եւ նայեք։ Գնացի նստեցի դահլիճում նայում եմ մեր առաջի արչեւի նստարանին նստած էր իմ ամուսինը ինչ որ մի երիտասարդ աղջկա հետ ես գիտեմ որ նա շուր եկավ ինձ նայեց ու այդ մարդը կորցրեց իր նորմալ հանգիստ նստելու դիրքը սկսեց ինչ որ տարօրինակ բաներ անել ես մտածեցի ասի երևի ես մարդը խելագարվել է հասկանում եք դու հետո մի քար ժամանակ հետո պատահական փողոցում հանդիպեցինք այդպես սկսեց մեր ծանոթությունը առաջի օրը հենց ծանոթացել Առաջին հայացքից իրարվել է Առաջի օրը հենց տեսանք իրար, նա ինձ ասեց գնանք մեր տուն։ Ասի, բայց ես ինչպես կարող եմ գալ ձեր տուն։ Չէ, ներողություն, ասեց գնանք ռեստորան։ Ասի, չէ, ես ռեստորան չեմ գա։ Դե որ տենց ասեց գնանք մեր տուն, ասի, իսկ ես ձեր տուն ինչպես գործ։ Ամի անհոգ եղիր, ասեց մամաս տանն է։ Իրանց տունը Բաղրամյան փողոցի վրա սեփական տուն էր, ասեց գնանք կտեսնես պատուհանից, մայրս շարժվում է, հիմա կտեսնես որ տանն է։ Եվ իրոք երբ որ գնացի տեսա որ պատուհանին մայրը շատ շքեղ կին Ինքը դոկտոր պրոֆեսորի կին էր, միաժամանակ գինեկոլոգ մանկաբարձ։ Տան մեջ շարժում է, եկանք մտանք տուն, ես զգացի, որ այդ կնոջը ես շատ դուր եկա։ Ու մի խոսք լսեցի, որ մայրը տղա մտան ննջարան, մայրը տղային հարցնում է, ինչ չհասկացա։ Մեկին մեկ կողմդ պիտի առնես, մյուսին մյուս կողմդ պիտի առնես, բարգես ասեց, հայրենադարձային։ Ես հարցեց, իսկ դու ո՞րն ես ում, էս այդ իր բառերն եմ ասում։ Ոհ, վերջացավ։ Հետո նշանդրեք հարսանիք, երբ որ ամուսնացանք, մի ամիս դե հայրի մեջ կա այդ ավանդույթը, չէ, դարձ են ասում։ Մի ամիս պետք է գա տնողների մոտ մնա։ Երբ որ մայրս դիմեց որ աղջկաս դարձ տանենք, ամուսինս ասեց, «Այն մի ամիսը որ ուշ ենք ամուսնած, այդ մի ամիս համարի դարձ»։ Եկաք ու մնացիք։ Եկանք ու մնացինք։ Ինքն էլ հունաստանցի էր, ինքը մենք միասին ապրել ենք իր հետ 61 տարի։ Յուրաքանչյուր կին պետք է ունենա իր սեփական մտածելակերպը իր մասին անձամբ, որտեվ մեր մայրերը կանայք չեն կարողանում հարմարվել, որ իրանք զավակ են մեծացնում, պահում են, եւ այդ զավակին վերջում տալիս են ուրիշին, ոնց որ իրենք են ուրիշի զավակը վերցրել, դարձ իրանց ամուսինն ա եղել, իր երեխաների հայրը եւ այլն եւ այլն։ Եղել են մոմենտներ, որ ես վիրավորվել եմ իմ տղաներից, որ ինչի ինձնից թաքցնում են ինչ որ մի բան, ինձ չեն ասում, բարձ չեն խոսում, հետո ինքս ինձ ասել եմ Լուիզա, խելքդ գլուխը թավակիր, մի վիրանա արդեն քոնը չի, դու առաջ նրա համար առաջին կինն էր, հիմա դու համար վերջի կինն ես, ընդունիր հարմարվիր բնության օրենքին եւ դա համարի որ նորմալ պետք է լինի։ Եվ ուրախացի թորնիկներով։ Այո, եւ ուրախացի թորնիկներով, այո, թորնիկներն ինձ համար աշխարհ, որտեղ շատ լավն են իմ թորնիկները, շատ սիրուն են, արտակարգ սիրուն երեխաներ են։ Տիկին Լուիզա, իսկ ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որ միջին տարիքում են եւ կամ արդեն թոշակի են գնալու, մոտենում է այդ տարիքը, ինչպես ուժ գտնեն, ինչպես գտնեն այն ուղղությունը, որտեղ զարգացնեն իրեն։ Ինքնաներշնչումը, գիտեք ինչ բան է։ Самовнушение ռուսնասում, ինքնաներշնչում։ Ինքը իրեն մարդը պետք է կարողանա տիրապետել։ Ես էլ եղել որ լաց եմ, նստել եմ, լաց եմ եղել, վիրավորված եմ եղել իմ տղայի վերաբերմունքից, նկատել եմ որ ինչ որտեղ գնացին, չէ որ ես վերևի հարգում եմ ապրում, իրանք ներքևի հարգում։ Ինչ չասացին ուր գնացին, հետո ասում եմ Լուիզա, նա առանցին ընտանիքի առանցին մարդ է, քո տղան է, թող Աստված նրա կյանքը երկարացնի, բայց նա պիտի ապրի իր ընտանիքի համար, առաջ իր ընտանիքը, հետո ես։ Գիտեք ինչքան դուք ունեք տղա։ Այո։ Ուրեմն դուք էլ պատկերացեք որ ձեր տղան էլ կամուսնանա, կմեծանա եւ նա էլ ձեզ համար կդառնա համարյա դուք նրա համար կդառնաք համարյա երրորդ մարդը, չորրորդ մարդը, վերջինը։ Գիտեք ինչքան ծանր է այդ բան, բայց հետո երբ որ սկսում ես բանականությունդ աշխատացնել, զգում ես որ նորմալ է, պետք է հարմարվել։ Բնության օրենքն է, ուրիշ ձևի չի լինում։ Ճիշտ է, պիտի կես ետևից գնա։ Այո, այո։ Չնայած կյանքի դժվարություններին լավատես մնան, ուրախ մնան, վայելեն կյանքի բերկրանքը, հագեցած կյանք ունենան։ Գիտեք ինչ կա, ես ասեցի ձեզ, որ ես շատ մեծ ստրեսներ եմ տարել։ Ես չեմ ուզում մանրանալ բոլորը ձեզ պատմել։ Ահա որ նախ ունեցել եմ շատ
շատ լավ արտաքին։ Ես հիշում եմ, որ ժամացույցի գործանի մոտ մենք որ ապրում ենք, հիմա էլ ենք այնտեղ ապրում, գործանի աշխատողներ են ժամանակ բանվորները դուրս էին գալիս եւ մեր պատշգամբի առաջ կանգնում էին։ Ես էլ փոքր երեխա ունեմ, պետք է անպայման իդ երեխայի սպիտակեղենը փռեմ դրսում։ Մեկ է տեսնում հավաքվել են կանգնել բոլորը նայում են մեր պատշգամբին։ Այ մարդ ասում, ինչ է սրանք անել, ինչ են ուզում ինձ ան։ Հիմա կեսուրս տեսնի ինչ պիտի ասի։ Հետո իմացա որ հետաքրքրվեցա տիկին ասում մենք հավաքում ենք սպասում ենք թե երբ դուք պետք է դուրս գաք սպիտակեղենը փռեք երեխայի լվացքը փռեք որ մենք ձեզ տեսնենք այդ է ուզում եմ ասեմ կյանքը մարդու համար կարող է ստեղծել ամեն տեսակի եւ չար եւ լավ եւ բարի եւ շատ վատ երևույթներ մարդ պետք է կարողանա դիմագրավել այդ բոլորին տեսնում եք ինչքան երիտասարդներ զոհվեցին ինչքան տղաներ գնացին մտան հողի տակ իհարկե այս կառավարության սխալներ էս բոլորը բայց տեսեք այդ մայրերը դեռ կան գործում են պահանջում են աշխատում են արարում են հասկանում եք որպեսզի կարողանան իրենց ընտանիքը պահել նույնն էլ խորհուրդ եմ տալիս բոլորին դիմացեք նեղությունը բոլորի համար բայց չեմ ասում գլուխներդ խոնարեք բոլորդ կոպիտ ասած ոչխարի նման լռեք ու դիմացեք որ ձեր գլխին նստեն իհարկե պայքարեք բայց աշխատեք ձեր ներսը չթունավորել ձեր հոգին չփչացնել հասկանում եք ինձ Իհարկե։ Եկեն Լյուզա, եթե թույլ տաք անձնական մի հարցել, ձեր զավակի կորուստը, շատ մեծ կորուստ է ծնողի համար, դուք ինչպես հաղթահարեցիք։ Իմ զավակի կորուստը վրա երթից 4 տարի հետո մահացա, բայց ես գիտեի որ նա պետք է մահանա, որտեվ նա տարապում էր պարկելախոցերով, նա անշարժ էր, նա այնպեսի վրա երթի էր ենթարկվել, որ կյանքին անհամատեղելի էր այդ հարվածը անգամ հիվանդանոցի գլխավոր բժիշկն ինձ ասեց որ մենք ապշած ենք որ ձեր աղջիկը մինչև հիմա ողջ է մնացել բայց նա ապրում էր ես էլ ամեն կերպ աշխատում էի որ նա ես գիտեք ինչ էի անում գալիս էի հիվանդանոց նրան կերակրում էի վազում էի աշխատանքի այս փայտը ձերքիս աշխատանքից հետո վազում էի խանութից կամ ճաշարանից գնումներ էի անում բերիմ էի հիվանդանոց դրանից բացի այնտեղ սանիտար կաներն ինձ խեղդում էին պետք է վճարես տակդիրները փոխելու համար եւ այլ ես անում էի այդ բոլորը բայց հետո մինչեւ 6 ամիս հիվանդանոցում մնաց հերացու հիվանդանոց նրանից հետո նրան տեղափոխեցինք ստիպված էի Դրա համար ես աշխատում էի իսկ հետո տեսա որ արդեն չեմ կարող սկսեցինք մեր տան ունեցած չունեցածը վաճառել ես հիմա գալք իմ տունը կտեսնեք ես շատ վատ վիճակում եմ ապրում աշխատել եմ շատ մեծ գումարներ բայց չեմ կարողացել տնօրեններ դրանց որովհետև խնդիրները պատահարներ ինձ մոտ շատ են եղել ես շատ եմ տարապել երբեք չկարծեք որ ես ինձ 83 տարեկան եմ զգում ես ինձ երբեմն 20 տարեկան եմ զգում բայց ցավալի է որ հայլին ցույց չի տալիս այդ բանը Այժմ 83-րդ տարին եմ գտնվում կյանքի շատ տարբեր ճանապարհներով եմ անցել եւ լավ եւ վատ դիմակայել եմ կարողացել եմ շատ դժվարություններ հաղթահարել բայց հիմա էլ արդեն ապրում եմ ծերության տարիքում բայց ես ինձ ծեր չեմ համարում ես իմ ծերությունը ինչպես տեսակ ոտքերն են Պրոբլեմը, այսինքն